Այսօր Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում կլսեն Ազգային բանկի 2025 թվականի հաշվետվությունը։ Փաստաթուղթը պատգամավորներին կներկայացնի Ազգային բանկի նախագահ Նաթիա Թուրնավան։ Հաշվետվությունը ներառում է դրամավարկային, վարկային, արժութային եւ վերահսկողական քաղաքականության վերանայումը, ինչպես նաեւ աուդիտ անցած ֆինանսական հաշվետվությունը։ Ըստ փաստաթղթի միջին տարեկան գնաճի ցուցանիշը չափավոր շեղվել է նպատակային 3% ցուցանիշից եւ հասել 3,9%-ի։ 2025 թվականին ուժեղ մակրոտնտեսական գործոնները Ազգային բանկին հնարավորություն են տվել զգալիորեն համալրել միջազգային պահուստները։ Այս միտումները շարունակվում են նաև այսօր։ 2026 թվականի ապրիլի դրությամբ պահուստների ծավալը գերազանցում է 6 միլիարդ դոլարը։ Կրթության եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նիստում այսօր առաջին ընթերցմամբ կքննարկեն դիվանագիտական ծառայության եւ բարձրագույն կրթության մասին Վրաստանի օրենքում փոփոխություններ կատարելու հարցը։ Բարձրագույն կրթության մասին Վրաստանի օրենքին ավելացվում է հանրային իրավունքի իրավաբանական անձ հանդիսացող դիվանագիտության ակադեմիա տերմինի սահմանումը։ Բացի այդ, Վրաստանի կառավարությանը կտրվի լիազորություն, որպեսզի նախարարության ներկայացմամբ հանրային իրավունքի իրավաբանական անձ դիվանագիտության ակադեմիային շնորհվի իրավունք դիվանագիտական բարձրագույն կրթական հաստատության կարգավիճակ ստանալու նպատակով դիմելու կրթության որակի զարգացման ազգային կենտրոն։ Ներկայացված փոփոխությունների ընդունման դեպքում արտաքին գործերի նախարարության համակարգում կստեղծվի հանրային իրավունքի իրավաբանական անձ դիվանագիտության ակադեմիա։ ՄԱԿ-ի ավելի քան 50 երկիր, այդ թվում Վրաստանը, տարածում են համատեղ հայտարարություն։ Խստորեն դատապարտում ենք Ռուսաստանի կողմից Ուկրաինայի խաղաղ բնակչության դեմ հարձակումների ուժեղացումը, նշված է համատեղ հայտարարության մեջ, որը տարածել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Մելնիկը։ Մայիսի 23-ից 24-ի գիշերը Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայի դեմ իրականացրել են ամենամասշտաբային համակցված հարձակումներից մեկը։ Հարձակման մեջ կիրառվել են հարյուրավոր օդային զինատեսակներ, այդ թվում բալիստիկ եւ թևավոր հրթիռներ, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով զոհվել եւ վիրավորվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ։ Բացի այդ, Ռուսաստանի կողմից միջուկային զենք կրելու ունակ հրթիռների կրկնակի կիրառումը անընդունելի սրացում է, ասված է հայտարարության մեջ։ Հայտարարությունը ստորագրած երկրները եւս մեկ անգամ վերահաստատում են իրենց ամուր հանձնառությունը Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ եւ հայտարարում, որ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը Ուկրաինայի դեմ հանդիսանում է ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպիտ խախտում եւ խարխլում է կանոնների վրա հիմնված միջազգային կարգը, միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան շնորհակալություն է հայտնում Շվեյցարիայի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարներին, ինչպես նաեւ բոլոր այն երկրներին, որոնք հանդես են եկել ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան սկզբունքների պաշտպանության օգտին։ Սոցիալական ցանցում տարածված հայտարարության մեջ Սիբիգան նշում է, որ Վիեննայում Ուկրաինայի պահանջով անցկացվել է ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի եւ անվտանգության համագործակցության ֆորումի հատուկ համատեղ նիստը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի մասշտաբային հրթիռային հարվածներն ու անօդաչու սարքերով իրականացված հարձակումները, ինչպես նաև Մոսկվայի վերջին սպառնալիքները։ ԵԱՀԿ անդամ պետությունները հստակ դատապարտել են ռուսական ահաբեկչությունը եւ կրկին հաստատել Ուկրաինային աջակցությունը շարունակելու իրենց ամուր հանձնառությունը։ Չնայած Մոսկվայի փորձերին ահաբեկելու մեր պետությունն ու օտարերկրյա դիվանագետներին, միջազգային հանրությունը հաստատուն կանգնած է Ուկրաինայի կողքին։ Անձամբ շնորհակալ եմ իմ շվեյցարացի եւ վրացի գործընկերներին Իգնասիո Կասիսին եւ Մակա Բոճորիշվիլիին իրենց առաջնորդության համար, ինչպես նաև բոլոր այն երկրներին, որոնք այսօր հստակ հանդես եկան ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան սկզբունքների պաշտպանության օգտին, գրում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհավորում է Վրաստանին եւ վրաց ժողովրդին անկախության օրվա առթիվ։ Ինչպես Ուկրաինայի նախագահն է նշում, նա հույս ունի զարգացնել Վրաստանի հետ երկկողմանի շահավետ հարաբերությունները։ Շնորհավորում եմ Վրաստանին եւ վրաց ժողովրդին անկախության օրվա կապակցությամբ։ Մեր երկու ժողովուրդներին կապում են բազմամյա հարաբերությունները եւ ազատությունն ու արժանապատվության կարեւորության ընդհանուր ընկալումը։ Վրաստանին մաղթում եմ խաղաղություն, միասնություն, ուժ եւ բարեկեցություն։ Մենք հույս ունենք զարգացնել փոխշահավետ հարաբերությունները եւ Ուկրաինան պատրաստ է առաջ շարժվել այս ուղղությամբ, գրում է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին սոցիալական ցանցում։
Մայիսի 26-ին նվիրված միջոցառումները ավարտվել են գալա համերգով, որոնք տեղի են ունեցել Աթոնելի փողոցում։ Երաժշտական երեկոյին մասնակցել են վրացի կատարողներ։ Օրբելյանի հրապարակը, Աթոնելի, Փուրցելաձեի, Վեկուայի փողոցները եւ Ալեքսանդրի այգին ամբողջ օրվա ընթացքում հագեցած էին անկախության օրվան նվիրված մշակութային, կրթական եւ ժամանցային միջոցառումներով։ Փողոցներում տեղադրված թեմատիկ տարածքները նվիրված էին անկախության օրվան եւ քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակին։ Կազմակերպվել էին մարզական մրցումներ, ազգային ուտեստների ու գինու համտես եւ վրացական ձեռագործ իրերի ցուցահանդես վաճառք։